Օնախոկը եւ վերջում մի հստակեցում հաշվի առնելով, որ փողոցային պայքարի մասին եւս խոսք է գնացել հայտարարության մեջ, արտաքին քաղաքական կոնսենսուսի պայմաններում, իշխանությանը աջակցելու պայմաններում, այդ գաղտնաձերծված նամակներ խնդրագրերի պայմաններում, ինչպես է գնահատում փողոցային պայքարի արդյունավետությունը, հնարավոր պայքարի արդյունավետությունը։ Ախր, գիտեք, եթե մեզ պատճառներ են պետք, որպեսզի չգործենք, կարող ենք ձեր ասածների վրա 10 պատճառ բերել։ Իսկ եթե մենք ցանկություն ունենք գործելու, պետք է գործենք։ Այսինքն ով կարող է այսօր ասի հաջողելու է, թե չի հաջողելու։ Այդ մոտեցումը ինձ համար տարօրինակ է եւ անընդհատ։ Եվ Թաթոյանի հայտարարությունների վերաբերյալ, նա կարծես նախկին նախագահներին, այսպես ասած, թիրախավորել է, ինքը ասում է, որ որևէ մեկի հետ կապ չունի նախկինների հետ, սակայն իշխանությունից ասում են, որ նա եղել է ՀՀԿ-ի պաշտպանը, երբ եղել է ՄԻՊ-ը, նրա այս հայտարարությունների վերաբերյալ ինչ կարող եք ասել, որ փորձում է հաստ վերել նախկին նախագահների անունները։ Յուրաքանչյուրը իր նախընտրական քարոզը տանում է յուրովի, ինչպես արդյունավետ է համարում։ Ես առանձնապես այդպես կոշտ որևէ քննադատություն չեմ լսել։ Բայց Թաթոյանի հետ որևէ կապ ունեք համագործակցություն, այսինքն քաղաքական համագործակցություն։ Ոչ, որևէ համագործակցություն քաղաքական չունեմ։ Եվ չեմ ունեցել։ Պարոն նախագահ, դուք ժամանակին ասել եք, ես չեմ պարտվել սրանց, ես պարտվել եմ շատ ավելի ուժեղ մարդկանց, շատ ավելի մեծ ուժերի, բայց չեք նշել, թե կոնկրետ ինչ ուժերի եք պարտվել։ Նշել եմ, այդ հարցազրույցը նայեք այնտեղ նշվածը։ Հնարավոր է, որ Նիկոլ Փաշինյանն էլ է պարտվել ավելի մեծ ուժերի, ոչ թե դավադրապաշտական նպատակներ է ունեցել, ինչպես նրան է Արցախի հարցում եւ ինքը ասում է մենք հաղթել ենք։ Չէ, դե դուք այդպես չեք կարծում, չէ՞։ Իհարկե չեմ կարծում, ոչ թե պարտվել է, այլ կապիտուլացվել է։ Իսկ ինքը Արտաքին ուժերը չէին կարող մեզ կապիտուլացնել։ Իսկ ինքը ինչ դերակատարություն անեցել, որ այսինքն ինքը օգնել է, որ դուք պարտվեք։ Ես չեմ ասում ինքը դերակատարություն չի ունեցել, բայց իր ուժը, իր ջանքերը բավարար չէին, որպեսզի իշխանափոխություն լիներ Հայաստանում։